Երբ բուժարան գանգատվում է քթային դժվարաշնչությունից, կախված օդի ջերմաշանի տատանումից կամ աջ կամ ձախ կողմի վրա պառկած վիճակում փակվում է տվյալ կողմի քթանցքը, ունի մշտական ալերգիկ հարբուխ տարբեր ալերգենների նկատմամբ եւ նշում է, որ մշտապես օգտագործում է քթային անոթասեղմիչ պրեպարատներ, որպեսզի կարողանա քթով շնչել։ Այդ դեպքում առաջնահերթ կատարում ենք հինոսկոպիա, նշանակում է քթի հարակից խոռոչների համակարգչային տոմոգրաֆիա, եւ երբ պարզվում է, որ քթային դժվարաշնչությունը պայմանավորված է բացառապես ստորին քթային խեցիների գերաճով, այդ դեպքում Սլավմեդ բժշկական կենտրոնում հնարավոր է ամբուլատոր պայմաններում տեղային ցավազրկմամբ կատարել ստորին քթային խեցիների ուլտրաձայնային դեզինտեգրացիա, որի արդյունքում ստորին քթային խեցիները լիարժեք կրճատվում են եւ բուժառուն ունենում է լիարժեք քթային շնչառություն եւ ձերբազատվում է կախվածությունից քթային անոթասեղմիչ պրեպարատներից, քանի որ մենք գիտենք, որ քթային անոթասեղմիչ պրեպարատները չի թույլատրվում 7 օրից ավելի օգտագործել, այն ազդում է իր անոթասեղմիչ ազդեցությամբ ամբողջ օրգանիզմի սիրտանոթային համակարգի վրա, առաջացնելով զարկերակային հիպերտենզիա, սրտծակոց եւ այլ բացասական երևույթներ եւ ինչպես նաեւ առաջացնում է քթի լորձաթաղանթի ատրոֆիա։